Ողջույն սիրելի հայրենակիցներ, մենք գտնվում ենք Հաագայում, միջազգային քրեական դատարանում, միջազգային քրեական դատարանի շենքն է, որի անդամ է արդեն Հայաստանի Հանրապետությունը։ Եթե դուք հիշում եք, 2022 թվականի հոկտեմբերի 2-ին ադրբեջանական սոցիալական ցանցերում հայտնվեց մի ահասարսուր տեսանյութ, որտեղ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում մեր դիրքում գնդակարում են մեր անձն զինվորներին, որից հետո շուրջ 1 տարի անց 2023 թվականի սեպտեմբերի 1-ին կառավարությունը որոշեց, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է դառնա միջազգային քրեական դատարանի անդամ եւ խոստացավ, որ սա շատ հրատապ է, պետք է մենք դառնանք այս դատարանի անդամ, որպեսզի Իլհամ Ալիևի կողմից կատարված հանցագործությունները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կատարված հանցագործությունները, այն է, այդ թվում նաև պատերազմական հանցագործությունները, մեր զինվորներին արդեն անզեն վիճակում գնդակահարելու դեպքերը պետք է քննվեր այս դատարանում եւ գործերը ներկայացվեին այս դատարանում։ Գիտեք ինչ վիճակ է հենց հիմա Հայաստանի Հանրապետությունից ոչ մի գործ ներկայացված չէ այս դատարանում, որտեղ Հայաստանի Հանրապետության կառավարությունը դրժել է իր տված խոստումը ժողովրդին, իսկ նա ժողովրդին խոսք է տվել, թե կառավարության նիստի ժամանակ, թե ազգային ժողովում։ Եթե Սահմանադրական դատարանը որոշեց եւ մենք վավերացման գործընթացը անցանք, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների ագրեսիայի մասով ժողովրդին հասկանալի լեզվով ասած միջազգային քրեական գործ հարուցելու հնարավորություն ենք ստանում։ Այո, վավերացման ժամանակ, որ մենք դիմելու ենք այս դատարան եւ նաեւ ձեզ ասեմ, հետադարձ ուժով ենք մենք միացել այս դատարանին միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը վավերացնելու եւ միջազգային քրեական դատարանի իրավազորությունը հետադարձ ուժով հիմնված կանոնադրության 12-րդ հոդվածի 3-րդ մասի հիման վրա ճանաչելու մասին նախագիծը։ Այսինքն մենք 2021 թվականի սեպտեմբերի 10-ից սկսած բոլոր այն դեպքերով, որ Ադրբեջանը ներխուժել է Հայաստան ինքնիշխան տարածք, սպանել, գնդակահարել, գերեվարել մեր զինծառայողներին, նաև կին զինծառայողի դեպքը հիշում եք, չպատմեմ էլ։ Այս բոլոր դեպքերով Հայաստանը կարող է դիմել եւ խոսք էր տվել, որ պետք է դիմի այս դատարան։ Սիրելի հայրենակիցներ, սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ոչ միայն դրժել է իր տված խոստումը, այլ նաև ուրանում է մեր զինվորների թափած արյունը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան դիրքերում։ Հենց հիմա այդ դիրքերը գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Իսկ սա ինչ է նշանակում։ Եթե մենք դիմեինք այս դատարան, միգուցե մենք հիմա գերիներ չունենայինք, միգուցե բանակցությունների արդյունքում, այս դիմումի արդյունքում մենք գերիներ չունենայինք ադրբեջանական բանտերում եւ դատարանում դատվող։ Եթե մենք դիմեինք այս դատարան, միգուցե Ադրբեջանը արդեն դուրս հանած լիներ իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներից, որ հենց հիմա գտնվում են այնտեղ, ասֆալտ են անում, կահավորում են, ամրապնդվում են։ Սերի հայրենակիցներ, ինչու եմ այս ամենը ձեզ պատմում։ Արդեն 2 տեսանյութ եմ այս թեմայով ես նկարահանել եւ հիմա անձամբ եմ այստեղ եւ անձամբ եմ այս թեմաներով ուզում նաև այստեղից բարձրաձայնել, ձեզ ասել, որ սա անելու բան չէր, որ մեր կառավարությունը արել է։ Այն որ ասում են մենք ինչ խոստում տվել ենք, այսպես է ստացվել, այսինքն սա այն վիճակն է, որ մենք խնդիր չէինք ունենալու սրա համար։ Սա խաղաղության գործընթացին չէր խանգարելու։ Ընդհակառակը, սա պարտադրելու էր Ադրբեջանին, որ իր պարտավորությունները միջազգային ստանձնած կատարի, դուրս հանի իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Պատժի այն մարդկանց, ովքեր հանցագործություններ են իրականացրել, պատերազմական հանցագործություններ, որը ոչ համաներում ունի, ոչ ժամկետ ունի, այս բոլոր քայլերը պետք է արվեն հաշտեցման համար, խաղաղության համար, սիրելի հայրենակիցներ, մեր ռազմագերիներին նրանց բանտերից բաց թողնելու համար, վերջին հաշվով արդարության համար, բայց չի արվել, մեզ բոլորից խաբել են, Հայաստանը դարձել է դատարանի անդամ, անդամավճար ենք վճարում այստեղ, հա, բայց այդ գործերը չի ներկայացվել այս դատարան, եւ այս դատարանը ոչ մի կերպ չի օգտագործվում, որ Հայաստանի տարածքը ազատագրվի, որ ադրբեջանական զինված ուժերը ետ քաշվեն։ Ես ուղղակի ուզում եմ ձեզ կոչ անել, այս տեսանյութը նայելով ձեր կարծիքը գրեք, տարածեք այն եւ ասեք, միանում եք այն պահանջին, որ Հայաստանի Հանրապետությունը դիմի այս դատարան, հանուն այն արդարության, հանուն ընդհապված արյան, հանուն գրաված մեր տարածքների, որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքները պաշտպանել միջազգային իրավական մեխանիզմով, որի անդամ ենք դարձել մեծ շուկով, գովազդելով։ Սրա մասին այս տեսանյութը խնդրում եմ տարածել, բազմապատկել եւ ասել, պահանջում եմ Հայաստանի Հանրապետության կառավարությունից դիմել մարդու իրավունքների միջազգային, ավելի շուտ, միջազգային քրեական դատարան, որի անդամ ենք արդեն մենք, Հայաստանի Հանրապետությունը։ Լավ մնացեք,
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։